Ալեն Սիմոնյանի տապալված այցը Ռուսաստանի Դաշնություն հարգել է հեռուստադիտողներ վերջին օրերին Ռուսաստանի Դաշնությունից եկած լուրերը գալիս են ապացուցելու հետևյալը, որ մի շարք քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ գնահատելով հայ-ռուսական հարաբերությունները որպես ճգնաժամ ապրող հարաբերություններ, ճգնաժամային ընդհանրապես պրոբլեմատիկ հարաբերություններ, իրենք ճիշտ են իրենց գնահատականներում եւ Ալեն Սիմոնյանի այցը այն թե ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին, այն թե ով Ալեն Սիմոնյանի հետ չհանդիպեց, ով հանդիպելուց ինչ գնահատականներ տվեց, գալիս են ապացուցելու, որ իրողությունները հենց այնպիսին են, ինչպես շատերը Հայաստանում քանիցս ասել են։ Հարգելի հեռուստադիտողներ, եկեք սկսենք հետևյալից. ով է Ալեն Սիմոնյանը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ։ Ռուսաստանի Դաշնությունում ազգային ժողովի ֆունկցիաները կատարում է Գերագույն դուման։ Հիմա տեսեք, դուման ունի իր խոսնակը Վիաչեսլավ Վոլոդինը։ Վիաչեսլավ Վոլոդինը ինչու Ալեն Սիմոնյանի հետ չհանդիպեց, չցանկացավ, ժամանակ չունեին, թե ընդհանրապես քննարկելու օրակարգ չկար։ Դիվանագիտական էթիկայի տեսանկյունից սա վկայությունն է այն բանի, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը հասել է արդեն այն մակարդակի, որ կողմերից առնվազն ռուսական կողմը հրապարակային հայտարարություններով այլևս չի փորձում կոծկել եղած խնդիրները։ Սրա վառ ապացույցը եղավ հանդիպումներից մեկի ժամանակ ռուս պաշտոնյայի կողմից հնչեցրած գնահատականների համատեքստում խոսքը վերաբերում է Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Սերգեյ Լավրովը շատ բաց, շատ թափանցիկ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ շփվելիս այս պարագայում Ալեն Սիմոնյանի հետ խոսելիս բազմաթիվ հարցեր բարձրացրեց, որոնք վերաբերվում են նաև Ալեն Սիմոնյանից եկող գնահատականներին, օրինակ, որոնք Ռուսաստանի լրատվամիջոցները գնահատեցին որպես փաստացի ռուսաֆոբական հայտարարություններ, օրինակ կապված նրա հետ, որ հյուսիսից Հայաստանին որոշակի սպառնալիքներ են Հայաստանին որոշակի բաներ են ինչ-որ սպառնում կամ սպառնալիքներ են գալիս։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մի կողմից չկա հանդիպում Վոլոդինի հետ, մյուս կողմից կա հանդիպում Սերգեյ Լավրովի հետ, ով ի տարբերություն շատ այլ դեպքերի չէր էլ շատ ընտրում ձևակերպումները եւ որոշների գնահատմամբ նույնիսկ որոշակի էմոցիոնալ շեշտադրումներ կային Լավրովի խոսքերում, ինչը այդքան հաճախ էլ չես հանդիպի, բայց սա վկայությունն է նրա, թե ինչ մակարդակի են հասել հայ-ռուսական հարաբերությունները։ Ընդհանրապես Հայաստանի կարևորագույն պաշտոնյաներից մեկի այցը Ռուսաստան տեղեկատվական տեսանկյունից ինքը բավականին հետաքրքիր կերպով է կազմակերպվել Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Առավոտյան Ալեն Սիմոնյանի այցի առաջին օրը հրապարակվում է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկի հարցազրույցը։ Ինչ գնահատականներ էր նախկինում տալիս Ալեքսեյ Ավերչուկը հայ-ռուսական հարաբերությունների մասով, նա այն պաշտոնյաներից մեկն էր, ով անընդհատ ամենտեղ թմբկահարում էր այն մասին, որ ինչ աննախադեպ բարձունքների են հասել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական ապրանքաշրջանառություն, այսինքն այսպես ձևակերպենք, նա այն հենասյուններից մեկն էր, որը ձևավորել էր Փաշինյանական Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ներկայիս իշխանությունների միջև հարաբերությունները, բայց Ալեն Սիմոնյանի այցի առաջին օրը հրապարակվում է Ալեքսեյ Ավերչուկի հարցազրույցը, որում թոփ հարցը հետեւյալն է. արդյոք հայ ժողովուրդը ցանկանում է միանալ մի այնպիսի դաշինքին, խոսքը Եվրոպական միության մասին է, որը ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, այլ կերպ ասած, հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատրաստ են միանալ մի միավորմանը, որը Ռուսաստանը հռչակել է թշնամի, որը ֆինանսավորում է այս պայդրությամբ Ռուսաստանում ընդդեմ Ռուսաստանի պատերազմական գործողությունները Ուկրաինայում։ Ավերչուկի խոսքերը մի կողմ ենք թողնում, Ելում հետ հանդիպեց Ալեն Սիմոնյանը, իր սիրելի գործընկերներից մեկի հետ Ռուսաստանում Վալենտինա Մատվիենկոյի հետ բավականին գոնե ֆորմալ առումով ջերմ զրույց տեղի ունեցավ, փոխանակվեցին ժպիտներով, բայց եղավ եւս մի կարևոր երևույթ, հանդիպումից հետո իրենք մոտեցան եւ լրագրողների հետ կարճ ճեպազրույց ունեցան, լրագրողները շարունակեցին անել այն, ինչ տեսախցիկների առաջ անում էր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Իրենք Ալեն Սիմոնյանից բացատրություններ էին պահանջում ռուսաֆոբական բնույթի հայտարարությունների մասին եւ այստեղ շատ առանձնացավ ռուսական Իզվեստիա լրատվականը, թե իր հարցերի ձևակերպմամբ, թե հետագայում պատրաստած
տեսանյութով, ռեպորտաժով, որտեղ իրենք ակնարկում են, որ շատ լավ հասկանում են, որ Հայաստանում նախընտրական փուլ է, եւ հենց նախընտրական փուլին ընդառաջ Հայաստանի Հանրապետության իշխանությունները եկել են Մոսկվա փորձելու հարթել փչացած հարաբերությունները, բայց նաեւ նշում են, թե ով է պատասխանատու նրա համար, որ հայ-ռուսական հարաբերությունները առնվազն այսպես էլ իսկապես ձևակերպենք ճգնաժամային իրավիճակում են գտնվում, այսինքն մենք տեսնում ենք, որ ի տարբերություն նախկինում եղած իրողությունների այս դեպքերում արդեն Ռուսաստանի Դաշնության իշխանությունները չեն թաքցնում իրենց վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ։ Այս այցի շրջանակներում եւ Ռուսաստանի իշխանությունների կողմից Ալեն Սիմոնյանի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի շրջանակներում կա եւս մի կարևոր, չափազանց կարևոր նրբերանգ, որը արդեն վերաբերվում է Հայաստանի պետական ապարատին, պետական բյուրոկրատիային։ Մենք վերջերս ինչի ականատես եղանք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը գնահատելով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը գոհունակություն հայտնեց, ինչպես նաև ասաց, որ իրենք ակնկալում են, որ հետընտրական փուլում ընտրություններից հետո այս նույն քաղաքական կուրսը կշարունակվի։ Հայաստանում այս քաղաքական կուրսը ունի ընդամենը մեկ անուն՝ Նիկոլ Փաշինյան, այսինքն Նիկոլ Փաշինյանից բացի ոչ ոք այս տեսակ քաղաքականություն Հայաստանում չի իրականացնի։ Այսինքն Հական Ֆիդանը փաստացի աջակցում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա վարում է հենց այն քաղաքականությունը, որը վարում է։ Բացի ամեն ինչից, Հական Ֆիդանի հայտարարությունը ուներ երկու նպատակ։ Արտաքին որոշակի խաղացողներին ուղղել մեսեջ առայն, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս իրենց շահերի գոտում գտնվող երկիր է, եւ երկրորդը սա հստակ ազդակեր Հայաստանի պետական ապարատին, ցանկացած երկրում պետական ապարատի լոյալությունը ղեկավարի նկատմամբ պայմանավորված է նաև հավատի գործոնով, հետևյալ համատեքստում արդյոք իրենք հավատում են, որ այս կամ այն ղեկավարը ունի իրատեսական ծրագրեր ապագայի վերաբերյալ, արդյոք այդ ծրագրերի ետևից կարող է գնալ եւ արդյոք նա կարող է արտաքին գործընկերներին կոնսոլիդացնել կամ իրենց հետ այնպիսի քաղաքականություն վարել, որ իր կողմից հռչակված թեզերը կյանքի կոչվեն։ Հական Ֆիդանը այս առումով Նիկոլ Փաշինյանի շատ մեծ նվեր արեց, ցույց տալով Հայաստանի պետական ապարատին, որ այո, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ճիշտ է, մենք աջակցում ենք ու ակնկալում ենք, որ այդ քաղաքականությունը կշարունակվի։ Ի տարբերություն Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ցույց են տալիս, որ այն քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, մեղմ ասած հարցեր է առաջացնում Ռուսաստանում, հարցեր հետևյալ համատեքստում, որ իրենք գիտակցում են, որ Հայաստանը ոչ թե գնում է նրան, որ միանում է Եվրոպական միությանը ակնկալելով նոր ֆինանսական ներդրումներ, այլ միանում է մի կառույցի, որը թշնամական վերաբերմունք ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, իսկ այդ քաղաքականությունը թշնամական կոնկրետ տեղերում իրականացնում են կոնկրետ վերցրած առանձին չինովնիկներ։ Արդյոք այդ չինովնիկները, որոնք երկար տարիներ Նիկոլ Փաշինյանից լսում էին, որ իրենք վարում են այնպիսի քաղաքականություն, դիվերսիֆիկացման քաղաքականություն, փոխլարացման քաղաքականություն, Թուրքիայի հետ հարաբերությունները լավ են, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորում ենք, Ջեյդի Վենսին ենք բերել, Կայա Կալասին ենք բերել, Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ են։ Սա պետական ապարատի վրա ամեն դեպքում ազդեցություն ունենում է, բայց հիմա պետական ապարատը տեսնում է, որ առնվազն Ռուսաստանի մասով կան շատ լուրջ հարցեր, շատ լուրջ վերապահումներ կապված նրա հետ, թե ինչպես են Ռուսաստանի իշխանությունները ընկալում Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Ինչևէ, ժամանակը այդքան էլ շատ չէ մնում մինչև ընտրությունները, մոտ ապագայում մենք կտեսնենք, թե հայ ժողովուրդը արդյոք լսում է այն ուղերձները, որոնք գալիս են արտերկրից, եւ կհասկանանք, թե որ ուղերձները ավելի լավ է ընկալում Թուրքիայից եկող ուղերձները, թե Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Եվրոմիությունից եւ այլ գործընկերներ կառույցներից։ Մտածեք այդ մասին։